մանրամասներ կարող եք ներկայացնել քննության ընթացքից։ Քննության ընթացքից ես տեսա, որ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ մի երկու հանգամանքի անդրադարձել է։ Կարող եմ նշեմ, որ այդ հանգամանքները վկայակոչված գոյություն չունեցող փաստական հանգամանքներ են։ Շատ զավեշտալի քրեական վարույթ է։ Այս Ավետիք Չալաբյանի նախորդ քրեական վարույթը եթե հիշում եք, էլի ձայնագրության հիման վրա էր։ Այս մեկը ավելի զավեշտալի է, էլի, բայց այդ քննչական կոմիտեի հայտարարության համատեքստում շատ բան չեն բացահայտել, ես էլ շատ բանի չեմ կարող անդրադառնամ, նկատի ունենալով նախաքննական գաղտնիքը, զավեշտալի բան է մեղսագրված ընտրողների իրավունքների խոչընդոտ, ընտրական իրավունքի խոչընդոտման նախապատրաստում, այտենց, ես հուսով եմ դատաքննությունը, դե որ բաց հրապարակային լինի, շատ ավելի հետաքրքիր կանցնի, նաև վերագրողներն էլ հնարավորություն կունենան լուսաբանել։ Ես ուզում եմ հասկանալ քննչական կոմիտեի վկայակոչած ձայնագրության հիման վրա Ավետիք Չալաբյանի դեմ ըստ էության ով պետք է ցուցմունք տա։ Ռուսաստանցի գործարարներ կամ չգիտեմ ովքեր են մարդկանց հետ ովքեր հանդիպել են Ռուսաստանից պետք է գան եւ ցուցմունք տան Չալաբյանին։ Նախ էլի այդ ձայնագրության աղբյուրը անհայտ է, անհասկանալի ձայնագրություն է։ Ես չգիտեմ ախր բաներ կա չեմ կարող անդրադառնալ, շատ ուզում եմ անդրադառնալ, չեմ կարող անդրադառնալ, բայց դե առիթ ունենալու ենք ապագայում դրանց անդրադառնալու, իսկ կտեսնենք էլի ինչքան զավեշտալի բաներ կան այս քրեական վարույթում։ Իհարկե հասկանում եմ, որ նախաքննական գաղտնիքի հետ գործ ունենք, բայց օրինակ քննչական կոմիտեի օրինակ մի բան ասեմ, 17 օր հրապարակված է այդ ձայնագրությունը, 18 օր հրապարակված է այդ ձայնագրությունը, Չալաբյանին կալանավորելու միջնորդություն են ներկայացրել, հիմնավորելով, որ համ կխոչընդոտի, համ կփախնի, համ նոր հանցանք կկատարի։ Այստեղ հարց առաջանում, բա 18 օր հրապարակված է, քրեական վարույթն էլ նախաձեռնվել է հրապարակման հենց հաջորդ օրը, քրեական վարույթը նախաձեռնվել է 17 օր արդեն, 17 օր թողում են, որ այդ շատ վտանգավոր անձնավորությունը, որը եւ կփախնի, եւ կխոչընդոտի, եւ նոր հանցանք կկատարի, ունենա այդ 3-ը անելու հնարավորությունները։ Իսկ այն որ Չալաբյանը իմացել է այդ ձայնագրության մասին բոլորին հայտնի է, որովհետև Չալաբյանը ինքը հայտարարությամբ է հանդես եկել, եթե չեմ սխալվում Հայակվեն է հայտարարությամբ հանդես եկել, բայց նաև գիտենք, որ Հայակվեի համակարգող անդամն է եւ եթե չեմ սխալվում քաղաքացիական ներկայացուցիչներից մեկն էլ հենց նույն օրը հայտարարել էր, որ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու։ Այսինքն մարդը գիտի, որ այս իրականությունում, այս քաղաքական հետապնդումների իրականությունում չեղած բանը առիթ է անձին հետապնդելու, գիտեր ու 17 օր որևէ գործողություն չէր անում, հիմա սենց հրատա պետքա կալանավորենք, հակառակ պարագայում նա կփախնի եւ այլն, զավեշտի է նման։ Այս կալանքի հիմքերի մասով, որին կարող է անդրադառնալ, դրա համար անդրադարձա, իսկ բանի բուն մեղսագրվող արարքի, մեղադրանքի փաստական հանգամանքները, ելի եմ ասում, շատ զավեշտալի են։ Սենց ասեմ, են նախորդ գործը շատ ավելի պրոֆեսիոնալ էր մատուցված, այդ Թորնիկ Ալյանի հետ կապված գործը, այս մեկն էլ դե տեսնենք ինչ է։ Անճշտությունների կներեք, անճշտություններից մեկն էլ օրինակ, որ պարոն Չալաբյանին վերագրվում է, որ մայիսին ինչ-որ հանդիպումներ է ունեցել, մեկնել է Ռուսաստան, բայց օրինակ այդ տեսագրությունը, ձայնագրությունը, որը տարածում է, տեղի ունեցել ձմռանը, դրան էլ է վերաբերվում։ Նախաքննական գաղտնիքով պայմանավորված չեմ կարող շատ հանգամանքներ ասել, բայց շատ ավելի զավեշտալի բաներ կան, էլի։ Պարոն Հարությունյան, ձեր բերած փաստարկները, ձեր կարծիքով որքանով դատարանը, դատավորը հաշվի կառնի իր որոշումը ընդունելիս։ Ուղիղ 15 օր է, 15 րոպե է մնացել որոշմանը, ես իմ չսիրած գործն է, չսիրած զբաղմունքն է, նախորդ ինչ-որ գուշակություններ անել է, հուսով եմ, որ այդ հիմնավորումներն ու փաստարկները դատարանի համար ունենան ծանրակշիռ նշանակություն, դատարանը կամ հիմնավոր կասկածի բացակայությամբ կմերժի ընդհանրապես խափանման միջոց կիրառել է, կամ գոնե թե եթե հիմնավոր կասկածել կնկատի, ինչը դժվար է նկատել այս գործում, բանտային կալանքից կխուսափենք եւ բանտային կալանք չի տա, որովհետեւ որևէ կերպ չի հիմնավորվում բանտային կալանքի անհրաժեշտություն էլ։
պարոն Հարությունյան, պարոն Չարաբյանի տան խոզարկությունների արդյունքում ինչ են գտել կամ առգրաված հեռախոսի ուսումնասիրության արդյունքում ինչ է պարզել։ Ես նախաքննական գաղտնիքը բան չեմ կարող ասել, բայց առանձնապես հետաքրքիր բան չկա այդ ձեր հարցի համատեքստում, էլի։ Հեռախոսը հետ վերադարձրել է։ Չգիտեմ, հետվերը չեմ կարող պատասխանել ձեր հարցը։ Ինչ է հետաքրքրական, պարոն Հարությունյան, որովհետև բավականին կարճ տևեց միջնորդության քննությունը, մոտավորապես ժամ կես տևեց, ժամը 3-ին ներկայացել էր դատարան, մոտավորապես մինչև 5-ը արդեն իսկ քննվել վերջացել էր, ուզում ենք հասկանալ հաստական տվյալներ չկար, ապացույցներ չկար, հիմնավորումներ, ինչներ, որ այս Միջնորդության ներկայացումը դատական նիստի, ասենք 10%-ն չի կազմել միջնորդության ներկայացումը։ Այսպես ասեմ, էլի։ Ես եմ